Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, շատ հաճելի է, որ հանգստյան օրերը միշտ սկսում ենք միասին։ Երբ ավարտվում է աշխատանքը, մարդկանց մեծ մասի աշխատանքը, մենք գալիս ենք միասին սկսելու հանգստյան օրերը։ Արևիկ, սկսեցինք։ թե ասա Արևիկ, դու ինչ կապ ունես այս երգի հետ, կամ այդ թվերը քեզ որտեղից են ծանոթ է։ Բարի օր բոլորին, Արևիկ, շատ ուրախ եմ, որ դու էլ ուրախ ես, բայց կբացատրես ինչու հենց այս երաժշտությամբ ու ինչու ես մագնիտոֆոնով մտա։ Ինչի հենց այս մագնիտոֆոնով, եթե ուզում էիր ասել, ես քեզ ավելի նորաձև, ավելի ժամանակակից սարք կբեր, եթե չէ, այս մագնիտոֆոնը քո քաշինա ու քո տարիքին է։ Ամեն րոպե պետքա ցույց տաս, որ դու ինչ-որ սարքեր ունես, որոնք մենք չունենք, մերն էլ հինն է, ոչինչ։ Ասեմ ձեզ, մագնիտոֆոնը իրոք ճիշտ եք, գրեթե իմ տարիքին է, երգնել դե Արևի հետ կապ ունեցող ցանկացած բառ, ես ինձ եմ վերագրում, հա իմ մասին է։ Արևիկ ջան, այդ դեպքում ես փորձեմ մի փոքր ավելի շատ ուրախացնել քեզ։ 80-ականներին Հայ ֆիլմ կինոստուդիան նկարահանեց Արևիկ երգ սերիանոց ֆիլմը, բնականաբար գլխավոր հերոսուհին Արևիկն էր, եւ նաեւ այդ տարիներին Երևանյան, հայաստանյան բնակարաններից հաճախ կարելի էր լսել Արևիկ երգը։ Ոյ ես շատ եմ սիրում այդ երգը ու իմ մեջ առաջացնում է բավականին հաճելի եւ ուրախ հիշողություններ։ Ես հասկացա, Վարդանուշ, դու հիշում ես կոմունիստական ոգով կաշկանդված, բայց եւ այնպես քո առաջին ռոմանտիկ համբույրը։ Արևիկ ջան, բայց այդպեսի անհայրենասեր աղջիկ եմ, որ կոմունիստների ժամանակ համբուրեմ։ Ես սպասեցի Հայաստանը անկախանա, Եռագույնը գա նոր։ Լավ անկախացա։ Աղջիկ, ես ոնց որ հիշողությունների գիրկը, հա, դե որ տեցա ես էլ եմ մի բան հիշում, ուրեմն Արևիկ երգը 82-ին 1900 բնականաբար Պեսնյա գոդը մրցույթին Գեորգի Մինասյանը ինչ թվեր էին, բայց նախապատրաստվում էին, որ ես պետք է ծնվեմ մի օր։ Դե լավ, հասկացանք, ես երազ չեմ տեսնում ի տարբերություն Իրինայի։ Բայց լավ էլ պատրաստված գալիս ես։ Տեսնում եմ, բայց դա թեմա չի դառնում, բայց թեմա ստացվում է ինձնից։ Խոսենք հենց դրա մասին։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն մեր այսօրվա հաղորդման թեման է ռետրո 80-ականներ, ինչ էին հագնում, ուր էին գնում, ինչ էին պատրաստում, ովքեր էին նորաձև, ում էին ընդօրինակում, այդ ամենը առաջիկա 1 ժամվա ընթացքում։ 80-ական թվականներ, Հայաստան, ավելի ճիշտ դեռևս սովետական Հայաստան։ Մեկը այն 15-ից, որոնք ապրում էին սոցիալիստական երկրի բոլոր օրենքներով, ունեին նույն կարգ ու կանոնը, նույն աշխատալավոճը, կյանքի կանոններն ու միմյանց հավասար հասարակարգը, որտեղ իբր թե չկային հարուստներ ու աղքատներ, եւ բոլորը գոհ էին ու երջանիկ, բայց իրականում ինչով էին ապրում մարդիկ, ինչին են այդքան հաճախ կարոտում շատերը ու ասում, ադե ուրիշ էին էլի այն ժամանակները։ Իհարկե ուրիշ է, մեր ժամանակները մերն էին, ձերը ձերն են։ Ամենից շատ կարոտում եմ մարդկային հարաբերությունները։ Կարոտում եմ այն ժամանակվա ժողովրդի վերաբերմունքը իրար նկատմամբ։ Կարոտում եմ կյանքը 80-ականների։ Եթկիմիրը մի հետաքրքիր բան ուներ, երբ որ մտնում էիր առաջի հարկ դռները բացվում է, ցենց քամի էր փչում դեմքիդ ու սպეციფიկ հոտ ուներ, հաճելի։ Ես հիշում եմ, որ ինձ սիրահարվում էին, բալկոնիստակ կանգնում էին, այնքան ժամանակ միջև լույսերս անջատում էի, որ պիտի քնեմ, նոր իրենք գնում էին։ Այն ժամանակ, որ պիոներական ճամբարները կային, մենք մենակ դրանից էինք հաճույք ստանում։ Գնում էինք բակ երեխաներով լողանում կարապիլիջում եւ վերադառնում։ Բավականին սկսվեց արագ կերպով բացվել նոր սրճարաններ։ Այդպիսի մի հաճելի վայրերից մեկը Ռասկլադուշկան էր։ Թումանյան եւ Տերյան խաչմերուկում կար ջրերի բացօթյա այսպես մի բաժին։ 70 թվականների սկզբին քաղաքը նոր շունչ առավ։ Ահա եւ Երևանը, մեր սիրելի մայրաքաղաքը 80-ականներին։ Մի տեսակ լուսավոր ու պայծառ բան կա քաղաքի մեջ։ Տեսնես ինչն է դա։ Վայ, տեսեք Հանրապետության հրապարակն է։ Ոչ այնքան շքեղ, բայց շատ հարազատ շատրվաններով։ Իսկ սա Կասկադն է։ Դեռևս ոչ վերանորոգված, բայց միևնույնն է, շատ սիրելի, որովհետև հենց այստեղ էր գտնվում Թեմուրնոցը։ Այստեղ կարելի էր ուտել աշխարհի ամենահամով նրբերշիկն ու կարտոֆիլի պյուրեն։ Քաղաքի ամենաէժան
ամենատակ, ամենահամով նրբերշիկով կարտոֆիլն է։ Երիտասարդության մեջ դա ընդունված տեղ էր։ Այդ տարիներին սրճարաններում հերթ չէր լինում, բայց իր մոտ միշտ հերթ էր լինում։ Իսկ ահա այստեղ Աբովյան փողոցի այս հատվածում կարելի էր հանդիպել ամենամոդայիկ եւ ժամանակակից կանանց։ Դե իհարկե Զեփյուր Վարսավիրանոցը եւ նրա մշտական Վարսահարդար Զաբելը, որը գեղեցկացրել է բազմաթիվ կանանց։ Զեփյուրը շատ հայտնի Վարսավիրանոց էր։ Երիտասարդ կոմունիստները գալիս էին որ պաշտոն ստանալու, պարտադիր մտնում իմ մոտ սիրուն անում էին, նոր գնում էին Կարեն Սերոպիչ Դեմիրճյանի մոտը։ Ունեին հրաշալի Վարսավիրանոց, կոսմետիկա, Վարսավիրանոցյանուն այդպես էր։ Եվ այնտեղ աշխատում էր Վալոդան, որը մեր անսամբլի գոնե բոլոր աղջիկներին ինքն էր սպասարկում։ Երկար մազեր են թողնում հետևի մասը, դրանց ասում էին ստելյագներ։ Ասում էին սեսուն, որը ֆրանսական կարճ կտրված կերեսենց մի բանով։ Հիմիկվանը մի քիչ ուրիշ է, հիմիկը թափթփված, ինչքան գեշ այնքան լավ։ Ահա այստեղ էր գտնվում բոլորին ծանոթ Դերասան սրճարանը, որը նախկինում կոչվում էր Սկվազնիչոկ։ Իջում ենք ներքև ադրի շենքներ։ Սկվազնիչոկ։ Շատ ջեր մթնոլորտը գալիս էր նաև սրճարանում աշխատող Արտուրից, որի մականունը Ռևելինո էր։ Մոտենում եք տեսնում եք նստած Ավետ Ավետիսյանը, Ջանի Բեկյանը, Հրաչյա Ներսյանը։ Նույնիսկ ժամադրություններն էին նշանակվում Սկվազնիակում։ Ես հեռուստատեսությունում էի աշխատում եւ մեր ավտոբուսը մշտապես գալիս է կանգնում էր Սկվազնիչոկի մոտ, որտեղ բոլոր աշխատողները, հաղորդավարներ, ռեժիսորներ, բոլորս նստում ենք այդ ավտոբուսը եւ բարձրանում հեռուստատեսություն։ Այս ամենն այսօր վերածվել է ռետրոյի հուշերի, որոնք այնքան թանկ են յուրաքանչյուրի համար։ Թանկ են, քանի որ դրանցից յուրաքանչյուրի մեջ կա մի փոքրիկ, բայց շատ հարազատ պատմություն։ Այո, այս տեսանյութը ստիպեց նորից ընկնել հուշերի գիրկը 80-ականներ։ Իդեպ աղջիկներ, խնդրում եմ հարգանքով վերաբերել այս վերաբերվում եք։ Տեսնում եք, սա 80-ական թվականների իսկական բարձիկները, ամեն մի թևի տակ երևի կես մետր եւ կես կիլո կշռող բարձիկներ են, այո։ Կտորնել 80-ականների այդ վերջին ճիչը համարվող կրեմպլինն է։ Թե կրեպդիշին է դա։ Դե լավ, հերվից ինչպես որոշեցի, ես ասում եմ կրեմպլին։ Կրեպդիշինը 50-ական թվականներն էին։ Եվ ինչն է ռետրոյի շահեկանը, քեզ կարողանում ես դնել խաղի մեջ, ժամանակները խառնել իրար, այսօր 2014 թվականն է, իսկ ես ահա հայտնվել եմ 80-ականների մեջ և կարող եմ նույնիսկ խաղալ, ես 80-ականների մեջ եմ, աղջիկներ, խաղը սկսված է։ Մեզնից միայն մեկն է դերասանուհի, այսօր մենք հասարակ մահկանացուներից ունենք եզակի հնարավորություն մի ժամով մեզ գալ դերասանուհի և հայտնվել 80-ական թվականներում։ Հա, մանավանդ դու Արևիկ, որ 80-ականներին նոր ծնված էր և ապրում էր Մոզամբիկում։ Քեզ թվում է Մոզամբիկում 80-ականները չեկան, հա, անցան Մոզամբիկի կողքով։ Ես փոքր ռետրո եմ ունեմ։ Գիտեք, ես էլ հիշողություններ ունեմ, ես 80-ականներին ընդունվեցի Պատանի ժուրնալիստի դպրոց, որովհետև երազում եմ, որ դառնամ հաղորդավար եւ գնացի լճապ կոմեդիական ակտիվի ճամբար։ Տարիները անցան ու այսպես հեքիաթային ես դառա բժիշկ եւ հետո հաղորդավար։ Եվ 2014 թվականին ձմեռ պապիկը քո երազանքը ի կատարածեց եւ դու դարձար հեռուստահաղորդավար։ Եվ այսպես ընդամենը 34 տարի է։ Իսկ ինձ թվում է մենք մեզնից մեկը այս հիշողություններից մի քիչ ավելի շատ ունի, քան այն երեքը։ Եվ ընդհանրապես այս երեկո ավելի շատ հիշողությունների հետ կապված պետք է դիմեք ինձ, որովհետև ես հիշեցի հիմա եւ հեռուստադիտողներից շատերը կհիշեն, երբ այս նախադասությունը Ամերիկայից տուրիստ է եկել։ Դա ուրեմն իրարանցման մի սկիզբ է։ Վերցնում էիր գումարը եւ հիմնականում, չգիտես ինչու, տուրիստները մեծ մասամբ գալիս էին, այսինքն գիտենք ինչու, Կիլիկիա թաղամաս։ Անձամբ ես այնտեղ մի քանի հասցեներ ունեի, լավ հիշում եմ Տիկին Գոհարին, օժիտիս կեսը հավաքվեց նրանց տուն եկած տուրիստների հաշվին եւ ամենահետաքրքիրն այն էր, որ ասենք փալփլուն շորերի հետաքրքիր բիժուտերիայի հետ նաեւ տուրիստները շատ հաշվենկատ եւ հեռահար ձևով բերում էին
Marlboro, Camel, Winston, ոչ, սիգարետի ֆիրմային ցելոֆանե տոպրակները վաճառում էին, չեմ հիշում, 3-ից 5 ռուբլով։ Եվ մենք մեր պայուսակների հետ նաև ինչ հպարտությամբ կրում էինք այդ ցելոֆանե տոպրակները, մի փոքր մեզ մերձ զգալով ամերիկյան երազանքին։ Ահա այսպիսի հուշեր։ Բայց միևնույն է ոչ մի դեֆիցիտ չէր խանգարում, որպեսզի հայ կանայք պատրաստեն շքեղ ծանրաբեռնված համեղ ուտելիքներով սեղան։ Իսկ ինչպես էին դա նրանք անում, կիմանանք այսօրվա իմ հյուրից։ Իսկ իմ հյուրն է այսօր երաժիշտ, իրավաբան եւ հիանալի տնային տնտեսուհի Տիկին Էլմիրան։ Համեցեք Տիկին Էլմիրան։ Բարև ձեզ։ Տիկին Էլմիրան, նախ ասեք ինչ եք պատրաստելու, որ սկսենք պատրաստությունը, իսկ հետո մենք ձեզ լիքը հարցեր ունենք տալու։ Այսօր մենք կպատրաստենք բլիթներ քամած մածունով։ Եվ այդպես։ Ռետրո բլիթներ փորձենք հիմա։ Այո։ Ես շատ վաղուց եմ նրանց պատրաստում, կարելի է եւ ռետրո անվանել, ինչու՞ չէ։ Խնդրեմ, որտեղ է ձեզ հանգիստ աշխատելու համար։ Այստեղ շատ հարմար է։ Տիկին Էլմիրա, դուք համ երաժիշտ եք, համ իրավաբան։ Այո։ Իսկ առաջինը ո՞ր մասնագիտությունը ստացաք։ Առաջինը երաժիշտ, ոչ, միաժամանակ չէ, առաջինը երաժիշտ եւ շատ ուրախ եմ դրա համար, որտեւ այնուամենայնիվ արվեստը ինձ շատ ավելի հոգեհարազատ է, քան իրավագիտությունը, ասենք այսպես։ Աղջիկներ, իրոք լուրջ եք նոր ասում այդ դեֆիցիտ, հա, հիշում եք այդ տարիները։ Իհարկե հիշում եմ։ Դա երկաթյա վարակույրների ժամանակաշրջաններ, երբ որևէ բան շատ դժվարությամբ էինք հայթայթում, բայց դա նաև ուներ իր հետաքրքրությունը, հայթայթում էինք եւ անչափ ուրախանում այդ առիթով։ Տոն էր մեզ համար, որ ինչ որ բան հայթայթել ենք։ Ամենաշատը ինչից էիք ուրախանում։ Ես ճիշտն ասած տուրիստի գալուց։ Հա, չէ, ես ճիշտն ասած աշխատանքի բերումով աշխատում էի ստեղծագործ կոլեկտիվում, ավարտելուց հետո առաջիկա 10 տարիների ընթացքում, որի ժամանակ ես առանձնապես ինքս այդ դեֆիցիտը ինքս իմ կաշվի վրա չեմ զգացել, որտեղ գիտեք, շատ շրջագայում էինք, կար հայ համեր, կար հրաշալի կոլեկտիվ, մեզ պետական հովանավորությամբ մենք շրջում ենք տարբեր երկրներ եւ տուրիստի մի տեսակ բերում էիք եւ կարողանում ենք բավարարել մեր մինիմալ պահանջները այդ ժամանակվա։ 5 թվականին սկսեց հակաալկոհոլային, չէ, քաղաքականությունը ու խանութներից վերացան խմիչքները։ Այդ ժամանակ հաջողում էր ձեզ ընդեղից բերել այնց լավ խմիչքներ, Baileys, ինչ կա։ Ես անկեղծ ասեմ, այդ ժամանակ ես նկողում արկղներով պահում էի խմիչքներ, շատ վաղուց գնաց կարելի։ Իրինան ոնց է չգիտեր այն ժամանակ։ Եվ ընդհանրապես արգելքը ավելի է ավելացնում ու իհարկե ցանկությունը որևէ բան ունենալու այնինչ արգելված է։ Բայց այնուամենայնիվ պետք է ունենայիք, այսինքն որպես տնային տնտեսուհի եւ դուք եւ բոլոր կանայք, չգիտեմ, ես նույնիսկ ինքս եմ հիշում, բաղադրատոմսեր պետք է ունենայինք ինչ որ աղցանների, ինչ որ ճաշերի, այսինքն այդ դեֆիցիտը էդ էլ ընդեղից չէիք բերում, չէ՞, ամեն դեպքում ինչ որ բաներ պետք է այստեղ եւ սիրով պատրաստում էինք, շատ ավելի սիրով հոգի էինք դնում այդ պատրաստածի մեջ։ Մի բան էլ հարցնեմ, այդ ժամանակները լավ ուտելիքից հասկացանք այդ դեֆիցիտը, իսկ ինչպես է կարողանում այն ժամանակի հնարավորությունները քիչ էր ձեզ պահել, այսինքն խնամված, գեղեցիկ, հագուստի մասին խոսել ենք արդեն, այ ավելի ձեր։ Գիտեք ինչ, շատ քիչ էին իհարկե գեղեցկության սրահները այն ժամանակ, բայց կար շատ ճանաչված Զեփյուր բոլորիս հայտնի գեղեցկության սրահը, որտեղից բոլորը գրեթե ամբողջ քաղաքն էր օգտվում եւ ունեին հրաշալի մատնահարդարներ, հրաշալի կոսմետոլոգներ, վարսահարդարներ։ Երկրորդ հարգում էր այդ կոսմետոլոգները։ Եվ սիրով բոլորս օգտվում ենք այդ ծառայություններից։ Բիգուծիները։ Այ դա ամենակարևորը։ Ունեինք բիգուծիներ, որոնք ես պահպանում եմ մինչ օրս, որտեղ մայրս 77 տարեկան կլինի շուտով եւ նա չի հրաժարվում իր սաներվածքը հարդարում է, միշտ պետք է լինի կոկիկ, այդ բիգուձիներով, 40-50 տարվա ռետրո բիգուձիներ են, ես հետո աճուրդով կվաճառեմ, եթե վաղ վիճակվի տեսնենք։ Եվ հավատացեք, որ գնորդներ կլինեն։ Չեմ կասկածում։ Կա ինչ-որ մի բան, ուտելիքներին էլի անդրադարձա, ուտելիքներից կա ինչ-որ մի բան, որի համը ոնց որ ասած կարոտում եք, ինքը կա այսօր այդ ուտելիքը, այդ մթերքը կա, բայց այն համը չունի ոնց որ այն ժամանակները։
տենց ինչ-որ բան Գիտեք, երևի շատ պրիմիտիվ կլինի, բայց ես լոլիկի համին եմ կարոտում, որովհետև այսօրվա լոլիկը բոլորովին այն համը չէ։ Այն ինչ որ վաճառում էին այդ բանջարեղենի հատուկ խանութներում, բոլորս գիտենք, շատ մատչելի գներով եւ շատ համեղ էին նրանք։ Տիկին Էլմիրա, իսկ կար մի ճաշատեսակ, որ շատ ակտուալ էր ձեր խոհանոցում հենց 80-ականներին։ Գիտեք ինչ, դա բանի ժամանակահատվածն էր, երբ որ նոր սկսեցին սարքել ավելի շատ աղցաններ։ Սիլոտկով շուբի կոչվում էր այն ժամանակ։ Եվ կոչվում էր բանջարեղենային տորտեր, որոնք մենք շատ գեղեցիկ էինք պատրաստում հարկերով, որոշակի բարձրությամբ, շատ գեղեցիկ, տարբեր օվալաձև կամ գեղեցիկ կապսեների մեջ նրանց դնում ենք եւ շատ շքեղ տեսք էին ունենում եւ շատ համեղ եւ շատ օգտակար կարեւոր է։ Տիկին Էլմիրա, դուք պիտի հիշեք, քաղաքում կար հաց մի քանի փռեր, մեկը հենց այսօրվա Ալեք Մանուկյանի բակում այդ փուրներ, որ գնում էինք հատուկ լավաշ եւ հաց առնելու, եւ մեկ էլ Էջմիածնի ճանապարհի քարի հացը։ Այո, Աղջիկներ, տեսնեք ինչ հարուստ հիշողություն ունենք։ Դուք հիմա հասկացաք, թե իմ համի զգացողությունը որտեղից է գալիս։ Բայց ես կարող եմ ասել, ես լռում եմ քիչ բան գիտեմ, բայց դու ոնց որ մի 10 տարի քնած ես եղել, բան չես հիշում, Վարդանուշ։ Ինքը մենակ իր առաջի համբյուրն է։ Մեկ էլ լճապի ճամբար է։ Ես հիշում եմ, որ իմ տատիկի տանը կար խաղողի սորտ, որը հիմա չկա։ Խաղողի տեսակ կար, սպիտակ վարդագույն, որը ոչ միտեղ չեմ կարողանում մտնել։ Այսինքն այդ իմ դպրոցական 80-ական տարիները ասոցացվում են խաղողի համի հետ, որը վերացել է խաղողակեր, այո։ Ես ուզում եմ հարցնել Տիկին Էլմիրա, դուք փաթաթեցիք նրբաբլիթների մեջ, թե օմլետի մեջ։ Գիտեք ինչ, ինքը ձու է, սովորական ձու, ձվածեղ։ Այսինքն օմլետ է կարել։ Այսինքն սա ձվածեղով, ինչպես։ Սոդայով եք։ Ոչ սոդա, ոչ ալյուր, որևէ բան չկա, աղ եւ սովորական ձու, ձվածեղներ։ Պարզապես բարակ շերտում եք։ Այո, պարզապես բարակ շատ իրենց էփում եք բլիթների պես։ Եվ հիմա նայեք ինչ գեղեցիկ բան ստացվեց, պատկերացրեք ինչ համեղ է։ Չգիտեմ, շատ գեղեցիկ գուցե։ Այսինքն այդ բլիթների մեջ խամած մածուն փաթաթվեց։ Իսկ օրինակ խամած մածունի մեջ կարելի է խառնել մի քիչ աղ, մի քիչ քիմիոն, ամեն բան կարելի է։ Այդ արդեն ֆանտազիայի վրա է, ինչպես ասում են, ով ինչ որ ձեռքի տակ այդ պահին ունի, խոհանոցը գիտեք, ստեղծագործ աշխատանք է, բոլորից ստեղծագործական միտք է պահանջում։ Այդ պահին ձեռքի տակ ինչ որ ունես, ինչու՞ չէ, տվոռը կարելի է անել սամիթով, սախտորով, պոպոկով, ամեն բան, ինչ որ ուզենա։ Հա, բայց կարևորը շատ ախորժալի է եւ առողջարար։ Այո, Վարդանուշ։ Շատ առողջարար։ Կալորիաների հաշվով։ Չէ, խոլեստերինի մասին ինչ կասես։ Չէ, խամած մածունը ինքը չեմ կարծում։ Շատ մի երեք, բայց իսկ մեջ չափի մեջ շատ օգտակար է։ Դե շնորհակալություն հայտնենք Տիկին Էլմիրային հաճելի հարցազրույցի համար եւ այս համեղ ուտեստը պատրաստելու համար, իսկ մենք դիտենք մի փոքր տեսանյութ, որտեղ կհասկանանք, թե ինչ մթերքների եւ ընդհանրապես ինչին են կարոտում մեր հայրենակիցները։ Մեզանից շատերը ծնվել են հզոր պետության, խորհրդային միության գոյության տարիներին։ Ոմանք մի քիչ շուտ, մյուսներն էլ ավելի ուշ։ Նրանք տարբեր կերպ են հիշում այն ժամանակները՝ դրական, բացասական կամ անտարբեր, բայց մի հարցում բոլորն էլ համակարծիք են։ 80-ականներին 3 ռուբլով կարելի էր գրեթե 1 շաբաթ ապրել, քանի որ հացն արժեր 16 կոպեկ, 200 գրամանոց յուղը 62 կոպեկ, ավտոբուսի, տրամվայի եւ տրոլեյբուսի տոմսը ընդամենը 5 կոպեկ։ Իսկ հիշում եք աշխարհի ամենահամեղ խտացրած կաթը։ Այն խմում էին հենց այսպես երկաթյա տարայից։ Իսկ դրա համը, ինչպես պատմում են անձամբ վայելած մարդիկ, ասում են անկրկնելի էր։ Այն ժամանակվա ամեն ինչը ուներ յուրահատուկ համ։ Նման համ երբևիցե չլինում գտնել։ Չմոռանանք կոնֆետները։ Այնպիսի շոկոլադներ, ինչպիսիք էին այն ժամանակվա մոսկովյան կոնֆետները, դժվար թե այսօր գտնվեն։ Քաղցրակերները հաստատ դրանք լավ են հիշում։ Բելոչկա, միշկա, կրասնայա շապոչկա, համեղ շոկոլադները։ Շոկոլադի կակաոյի փոշու մեջ թաթախված այտենց կոնֆետներ շատ համով էին։ Մոսկովյան Красный Октябрь, ծովային քարեր, այսինքն մեջի չամիչ է։ Մոսկվայից էինք հաճախ բերում մեզ հետ Красный Октябрь գործարանի ֆաբրիկայի կոնֆետներ։ Ոմանք հիմա ծիծաղում են։ Դե հաստատ նրանք, ովքեր չեն տեսել այս տարիները եւ ուղղակի չեն կարողանում հասկանալ, միթե կարելի է մտնել ժամանակակից որևէ խանութ կամ սուպերմարկետ եւ անհրաժեշտ ինչ-որ բան չգտնել, իսկ վերջում էլ զարմացած հարցնում են.
Ինչպես կարելի էր այսպես ապրել։ Միգուցե 2-ից 3 տասնամյակ հետո էլ զարմանալի լինի, թե ինչպես ենք ապրել մենք այսօր։ Անընդհատ նորարարություններ են ստեղծում, հայտնագործություններ, ամեն ինչ արվում է, որպեսզի կյանքը լինի ավելի հեշտ։ Բայց ճիշտն ասած, այս պահին ինձ դա այդքան էլ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է 80-ական թվականին, երբ չկային բրենդային խանութներ, չկային նորաձևության կենտրոններ, ինչպես էին հագնվում կանայք, որտեղից էին հայթայթում նորաձև հագուստ։ Եվ հենց այս հարցերի պատասխանները գտնելու համար ես ուզում եմ տաղավար հրավիրել իմ հյուրի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարինե Ղազարյանին։ Համեցեք։ Բարի երեկո, համեցեք։ Շատ հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում։ Շատ հաճելի է բոլորի տեսնել։ Տիկին Կարինե, ասում են, որ ամբողջ քաղաքը սպասում էր շատ հաճախ, թե երբ է Պարի պետականը վերադառնալու հերթական ճանապարհորդությունից, որովհետև միգուցե բախտի բերմամբ այդ նորաձև հագուստներից մի բան էլ իրենց մի օր հասներ։ Այնպես որ Պարի պետականի հետ կապված միանգամից ձեզ են մարդիկ հիշում, դուք այն Հիշում են նախ եւ առաջ նրա հիասքանչ հեզաճկուն այդ լավ բառը նորից կրկնեմ, բարի շնորհիվ ես անձամբ շատ հաճախ ականատես եմ եղել եւ հիացել եմ ոչ միայն Պարի պետականի վարպետությամբ, այս դեպքում նաեւ Տիկին Կարինեի։ Չէի կարող լռել Արվիկ ջան, կներես, բայց շնորհակալ եմ, որ հիշում են։ Ես ասել եմ, որ այսօր իմ օրն է, հուշերի գիրք ընկել եմ։ Տիկին Կարինե, մենք այսօր խոսում ենք 80-ականների մասին եւ առաջիկա րոպեների ընթացքում ձեզ հետ խոսելու ենք հագուստի մասին։ Որտեղից էին հագնվում մեր խեղճ կանայք։ Ես չեմ կարող ասել, որ խեղճ կանայք։ Խեղճ ինչու համար, որ ուզում էին լինել նորաձև, հասկանալի է։ Ես օրինակ կարծում եմ, որ մեր երիտասարդությունը շատ սխալ կարծիք ունի 80-ական թվականների մասին, որովհետև եկեք տեսնենք, որ այսօրվա բոլոր մոդելերները վերադարձել են 50-ից 80-ական թվականների ոճից եւ ձևից։ Տիկին Կարինե, ինչպես տեսնում եք, երիտասարդները սիրում են 80-ականը։ Ես ուղղակի նկատի ունեմ, ոճը կար, ցանկությունը կար, բայց ապրանքներ չկային։ Խանութներում իհարկե չի կարող ոչ մի բան գտնել, բայց կամ էլ տակից, եթե ծանոթ։ Չէ, տակից երիտասարդ էի, չի հասկանում։ Տակից ինչպես կարելի է դա գնել, բայց ես գիտեմ, որ նորաձևության տներ կային։ Ես հիշում եմ, հայրիկս ասում էր, որ շատ լավ վարպետներ էին աշխատում եւ շատ գեղեցիկ հագուստներ էին կանում։ Եվ վերջապես մենք ամսագրեր էինք ստանում։ Օրինակ իմ մայրս է ինձ համար ամեն ինչ կարել, նրբաճաշակ, շատ վառ երևակայության տեր էր, որ ես չէի պատկերացնում, որ մայրս ինձ համար կարում էր, ես չէի պատկերացնում եք որևիցե խանութից ես կարող էի օգտվել, դեռ փոքր էի, չէի հասկանում, բայց այդ նրբաճաշակությունը, այդ յուրօրինակությունը սա մայրս մեջ մտցրեց։ Մինչև արտասահման գնալ, մինչև աշխատանքի ընդունվելու մասին է խոսքը։ Ինչն էր շատ նորաձև 80-ականներին։ 80-ական թվականներին ինչն է շատ նորաձև։ Գիտեք ինչ, մի կիպոր գնում էինք արտասահման, ես չեմ կարող ասել, որ շատ հանդրաճանաչ մոդելերների հագուստներ էինք բերում, բայց պատկերացրեք 18 աղջիկ էինք, եւ երբ որ մենք ինքնաթիռից իջնում էինք, 18 աղջիկ 1 ամիս, 3 ամիս կարող են միասին լինել եւ իջնել եւ բոլորը լինել յուրօրինակ, յուրահատուկ, ամեն մեկը տարբեր հագուստներով էին, տարբեր ոճով էին եւ ինչպես էին դա բոլորը այդպես համադրում, դրա համար հաճույք էին ստանում, երբ որ մեզ նայում էին։ Ինչն էր, որ այդպես նորաձև դարձավ, որ ձեզ ցնծեց։ Միակ բանը կարող եմ հիշել հիմա, որտեղ վերջապես ինչքան տարիներ է անցել, որ մի քիչ նման էինք բոլորս, մի քիչ չէ բավականին շատ, երբ որ Հարավային Ամերիկայից վերադառնում էինք, Կոլումբիայում կաց, եթե չեմ սխալվում, ուրեմն այնտեղ պոնչոներ տեսանք, այդտեղ ծանոթացանք պոնչոների անունները, եւ բոլորս երբ որ ինքնաթիռից իջան, բոլորը պոնչոներով իջան, տարբեր գույների եւ պարիկները։ Այդ այդ առաջի բաններ բումները մեզ մոտ։ Իսկ որ սանրվածքով պարիկները։ Տարբեր էին, գիտեք, սանրվածքները կային, հիմա ոնց են կներեք ձեռքերով եմ տալիս պես կարեներով, պաշ, այո, ինչպես հիմա ձեր մազերն են այդ գույնը, այդպես։ Դա իսկապես միակ ժամանակն է, որ մենք իսկապես միանման չան։ Տիկին Կարինե, իսկ մեզ պատմեք մնացածը, մեզ հետաքրքիր է, ոնց էին քսվում։ Ոնց էին քսվում, սև մատի։
պոչիկ էին վառ գույներ, հիշում եք կանաչ, կապույտ։ Կարծեմ շագանակագույն, որ ես բեք չեմ սիրելիս, դա այստեղ կսում էին այս։ Իսկ այդ որ թվերներ, որ տարբեր գույների ծեներ էին կսում, ինչի հետ որ հակնում էին։ 80-ական։ Ես դες մի բան ասեմ, մեր աղջիկները շատ քիչ են արել այդպես։ Գիտեք, մենք բեմում այնքան էին կսում մեր աչքերը, որ կյանքում այլևս դրա կարիքություն էինք, արդեն օգնում էինք դրա։ Ընդհանրապես կանոնը դրել էինք նախշունիկ, որովհետև ինքը ինչ գույնի բուզ հակնում էր, այդ գույնի ծեն էր կսում։ Եվ դա ընդունված էր։ Կապուտ, դեղին։ Հիշում եմ, ես էլ եմ հիշում։ Հատկապես եթե կարող եք հիշել, ես կարող եմ մոռացել։ Հատկապես երբ մանուշակագույն էին այդ գույնին, ասում էին աչքին տվել են։ Շատ շնորհակալություն Տիկին Կարինե, ամեն դեպքում շնորհակալություն ձեր հիշողությունների համար։ Իսկ այժմ առաջարկում եմ դիտել տեսանյութ, որտեղ տարբեր մարդկանց հիշողությունները կլինեն հենց նորաձևության վերաբերյալ։ 80-ականների նորաձևությունը աչքի էր ընկնում ոճերի եւ կերպարների բազմազանությամբ։ Շատ մոդայիկ էին, այսպես ասած, ավելորդությունները, հսկայական ուսաբարձիկները, ամենատարբեր կլիպսե ականջողերը, ապարանջաններն ու վզնոցները։ Երևանում օրինակ խնդրեմ էր նաև արևային ակնոցները։ Իմ ընկերներից երկուսը Գամոն ու Սամոն այն ավտոբուսները ունեին գունավոր ապակիներ էս լուդաներից ակնոցներ էին պատրաստում, ծախում էին, բայց բոլորը հապարտությամբ քայլում ասել իտալական ակնոց ունեն։ Մոդայիկ էր պլատֆորմաների վրայի կոշիկները։ Կային հոլիդեյները սկզբից, իսկ հետո բանանները մեջտեղ եկան, իսկ հետո նեղ տաբատները։ Էլվիս էինք ասում, ես էլ երազում եմ երբ պետք է ինքս ունենամ։ Պատվիրեցի Սևան հյուրանոցի մոտ երկու ոստիկան միլիցիաներ կանգնեցրին, հանեցին ռուլետկեն, թափեցին փողկը, տեսան որ 16 սանտիմետր է ներքևում եւ կարից քանդեցին։ Չէր կարելի։ Իդեպ, հենց այս տարիներին էր, որ հայտնի դարձավ գերմանացի երգչուհի Սիսի Քեյջը։ Հիշում եք նրան։ Հենց նրա շնորհիվ առաջացավ Զրիվ նամակարոններ ֆաբրիկե սաներվածքը։ Իդեպ, հենց այդ ժամանակ էլ բացվեց Երևանում առաջին սեփական խանութը, կամ ինչպես ասում էին, կոմիսիոնկան։ Առաջի այդ լյուքսը ես բացեցի, 3 տարի հետո նոր Մոսկվան բացեց։ Ես հենց այստեղն եղել, 505 կոմիսիոն խանութն եղել։ Մոսկվայի առևտրի մինիստրը շատ էր ինձ միշտ ռեկլամանում, որ օրինակ վերցրեք Բաբայան Արտուշայից, որ ինքը պետությունից չստանալով ապրանք, ինքը տես տավար оборот տալի, մեծ պլան է տալի։ Կովկասից բոլոր Թիվլիզից անգամ Բաքվից բոլորը գալիս իմ մոտ գնումներ էին անում շաբաթ-կիրակի։ Այ լյուքսը դրա համար կոչվեր, որովհետև որակյալ ապրանքներ ունեի ես։ Ընդհանրապես 80-ական թվականները հակասությունների ժամանակաշրջան էր։ Շատ գորշ միջավայր էր։ Այն ժամանակ գվարդիականներն էին ու ստիլյակներն էին։ Ստիլյակները ոնց ասած այսօրվա արևմտամետներն էին, հա, փորձում էին հագուստի մեջ բազմազանություն մտցնեին։ Գործնական կոստյումներ, սվիտերներ, մինչև ծնկները հասնող նեղ կիսաշրջազգեստներ, գունավոր տրիկոներ, այս ամենը սակայն 80-ականների դիմանկարներ։ Խորհրդային երիտասարդը կոմսոմոլ իրավունք չուներ արևմտյան հովերին տարբեր։ Մինի հագել ենք բոլորս։ Մոդայիկ էր, երկար յուբկաներ։ Բազմազանություն չկար, ամենքը պետք է բոլորը միատեսակ լինեին։ Երբ որ մենք գնում ենք շրջագայությունների, մեզ անհամբեր սպասում էին, երբ պիտի Պարիպետական անսամբլը վերադառնա, որ կարողանան տեսնեն, թե ինչն է նորությունը։ Եվ մենք հանդես էին գալիս իբրև ոնց որ նորաձևություն մտցնող Հայաստան։ 80-ական թվականների երաժշտությունը, ահա ասեցի այս նախադասությունը, եւ շատերի աչքի առաջ եկան San Remo-ն, Modern Talking-ը եւ այլ անուններ ամեն մեկի համար սիրելի։ Իսկ թե որպեսզի ավելի մանրամասն իմանանք, իսկ ոմանք թարմացնեն իրենց հիշողությունը այդ տարիների երաժշտության մասին, դիտենք տեսանյութը։ Զատիկի գիշերը հսկայական սովետական միությունը չէր քնում։ Գիշերվա ժամը մոտ 1-ին վառվում էին հեռուստացույցի էկրանները։ Արտասահմանյան երաժշտության ժամն էր։ Արևմտյան խմբերը, երգիչներն ու երգչուհիները աներևակայլի հագուստներով, զարմանալի սահմանվածքներով ու դիմահարդարմամբ սովետական երիտասարդությանը այլ մոլորակից ժամանած եկվորներ էին թվում։ Սկսվեց հեռուստացույցությամբ ցուցադրվել որոշ արտասահմանյան երգիչների, անսամբլների։ Իլենին Տակոյ Մալադոյի արդեն դրանից չէին երգում, այլ երգում էին լիրիկական երգեր, քիչ ռիթմիկ երգեր, հա, ռոք-ն-ռոլը արդեն դուրս էր գալիս նկուղներից։ Միշտ սիրել ենք Beatles լսել, Ժոդասանեկար ֆրանսական երգիչ,
Դեմիս Ռուսոսներ են ժամանակ, որ շատ հայտնի էր։ Երաժշտության կարոտ էինք, որտեվ խորթ էր ականջին շարունակ մարշեր լսելը, հավաքում էինք վեճեր էինք ասում, հիմա որ ասեմ բոլորդ կծիծաղեք, այդ վեճերն անվանում էինք այսօրվա իմաստով, ասում էինք Գալուբոյ վեճեր, Գալուբոների վեճեր չէր, Գալուբոյ վեճեր։ Իսկ ինչպիսի մեծ դժվարություն էր այդ թվերին Pink Floyd-ի կամ Rolling Stones խմբերի ձայնասկավառակները գտնելը։ Խանութների մոտ որոշ մելոմաններ ամեն առավոտ գալիս էին այնպես, ինչպես աշխատանքի, պատրաստ էին վճարել ցանկացած գումար, սիրելի ալբոմը ձեռք բերելու համար։ Կային նաև մասնագիտացված խանութներ, հա, այնտեղ իմիջիայլոց Մելոդիա ֆիրմայի թողարկած ձայնապնակները ինչ ուզեր կայր, բայց երբ ծանոթի կարգով կամ պահին կամ տակից տային, հա, ես օրինակ ունեի Ջանիս Ջոփլինի մեծ ձայնապնակը, հա, Փոլանկա ունեի փոքր 45-անոց, որը հավաքում էինք որ դասեի։ Հենց 1982 թվականին բոլորին անհայտ Շանքանի ցեղի լեզվով երգը հանկարծ համաշխարհային հիթ դարձավ։ Երգիրը հիացած սկսեց երգել Հաֆանանան Աֆլիկ Սայմոնի հետ։ Հենց այս տարիներին էր, որ գերմանական արաբեսկ խումբը դարձավ միլիոնների կուռքը։ Երեք աղջիկներից յուրաքանչյուրը վերածվեց նորաձևության իսկական աստղի, որից ընդօրինակում էին ու սովորում։ Աբա, Բոնիեմ, Ջո Դասսեն, Տոտո Կուտունյո այս անունները նոր սերնդին հնարավոր է ոչինչ էլ չեն ասում, բայց 80-ականներին նրանք իսկական աստղեր էին։ Մանգնիտոֆոնները քաշ էինք տալի քաղաքի մի ծառից մյուսը, այդ մեծ բաբինաներ էին, հա, ու ամեն երկրորդ երգի վրա փրթվում էին, աղջիկից վերցնում էինք իրենց այդ մանիկուրի լաքը, կպցնում էինք։ Իսկ թե ինչ էր կատարվում հայկական երաժշտության ոլորտում, կզրուցենք տաղավարում։ Աղջիկներ, 80-ական թվականների Երևանը, երաժշտական Երևանը։ Ահա այս մասին ես սիրով կզրուցեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, սիրված կոմպոզիտոր եւ իսկական երևանցի Մարտին Վարդազարյանի հետ։ Պարոն Վարդազարյան, մենք ձեզ սպասում ենք։ Բարի երեկո։ Համեցեք։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Այսօր մի տեսակ հուշերի երեկո ստացվեց հատկապես ինձ համար, որովհետև 80-ական թվականները թվում է բավական հեռու են, բայց այնքան մոտ եմ հիշում եւ այնքան սիրելի է։ Ես 50-ականներն էլ եմ հիշում։ Այդտեղ ես լռում եմ, ոչինչ ասել չեմ կարող, եկեք այս անգամ խոսենք 80-ականների համար, հաջորդ անգամ խոստանում եմ կխոսենք 50-ականի, լավ։ Հիմա եկեք մտովի վերադառնանք, 80-ական թվականներ, Երևան, Աբովյան փողոց, իջնում է երևանցի կանայք, ինչպեսին է ձեր հիշողություններում նրանք։ Շուչս կտրվեց։ Երևանցի կանայք, դրանք ժամանակի ոչ մի կերպ ենթարկվող չեն, առաջի հերթին դա նշեմ, որտև Երևանի աղջիկները ուրիշ են, էլի, Երևանի աղջիկները, աղջիկ, և այլ, այդ բոլորը գիտեն, դա իսկապես կար, բայց կար այսպիսի մի հասկացություն էլ, որ այսինչին դու ճանաչում ես, կամ այսինչի քեզ ճանաչում է, այդ շատ կարևոր հանգամանք էր, էլի, որովհետև ինչ-որ միտեղ ասում էին, որ այսինչի իրան ճանաչում է։ Մայրաքաղաք էր, բայց Երևանը փոքր քաղաք էր։ Մեծ մասն իրար ճանաչում էին իհարկե։ Եվ երգերը, ինչպես այսօր են ասում, այս հիթերը, հա, որ բնակավարի։ Սկսենք քաղաքային երգ ասվածից, այն առաջին երգերից մեկը եկ այս գիշեր Արթուն մնանք մինչև 80-ականներն էին, չէ՞։ Եվ 80-ականներին շատ տարածվեց եւ Էլվինա Մակարյանի այն կատակ երգը կար։ Յարո ջան։ Այո։ Դա էր շատ տարածված, այդ մի բնակավարի համար որ գործել, որովհետեւ հասկանալի էր, որ սա ոչ թե Էլվինայի կրեդոն է, այլ սա նրա կատակ վերաբերմունքն է ամեն ինչին եւ իսկապես որպես քաղաքային մշակույթ կոչվածին ի վերջո, չէ՞ որ դա։ Իսկ այսպես ասած պրոֆեսիոնալ էստրադան։
Պրոֆեսիոնալ էստրադայում այդ ժամանակ իհարկե Գյորգի Մինասյանն էր, որ շատ մեծ հաջողությամբ ներկայացնում էր ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս եւ եղավ այսպես, որ նրա հետ եղանք Մոսկվայում, Մոսկվայի էստրադայի թատրոնում։ Այնտեղի նվագախմբի հետ երգում էր եւ շատ այսպես լավ տպավորություն թողեց։ Զարատոնիկյանն էր հիանալի երգչուհին, որը հենց կարծեմ 80-ականներին էր, որ համամիութենական մրցույթում առաջին չէ, երկրորդ տեղը գրավեց։ Առաջին տեղը գիտեք ով էր։ Այն անունները մոռանում եմ, որ ինքը երգում էր Երալաշնա երգում, հետո ռոմանսներ է երգում։ Չգիտեմ, բայց Կամբուրովան, առաջին տեղը Կամբուրովան էր։ Եվ Զարան գնում էր, Կոնստանտին Օրբելյանն էլ ժյուրիի անդամ էր, եւ այնտեղ մի այսպիսի զավեշտական բան պատահեց։ Ուրեմն ծրագրում Զարայի մոտ երրորդ տուրի ծրագրում մի երգի պակաս կար։ Նա երգում էր իմ այսինչ կատարվեց, ինչ պատահեց, այդ երգը նա ուրեմն հիանալի է երգում։ Եվ Օրբելյանը ասաց. «Դեմ չես, եթե այդ նույն երգը երգվի, բայց ասենք, որ Ստեփան Շաքարյանի երգն է»։ Ասիկանցյան պարոն, բայց չէ՞ որ ժյուրիում արդեն ասում հանգիստ տեղի ժյուրիում ոչ ոք չի հիշում, որ դա քո երգն էր, մենակ ես գիտեմ, իսկ իրենց համար սա կլինի նորից թարմություն։ Զարանը ժամանակ երգում էր մի հիանալի ստեղծագործություն էլ կար ջազային դասական գործերից, Airmail Special-ը, Ella Fitzgerald-ի տարբերակով, եւ դա այնտեղ բացահայտություն եղավ բոլորի համար։ Մի խոսքով շատ հետաքրքիր էր, բացի դրանից դե տարածված էին այնտեղ ABBA-ներ, այնտեղ Rolling Stones-ներ, դեռ շարունակվում էր Beatles-ներն էին, Celentano-ներ, Stevie Wonder-ներ։ Իսկ հիշում եք Երևան Էրեբունի տոնական տարությունները ամեն տարի ինչ շուկով եւ փողոցներում, ամեն հրապարակներում։ Գիտեք, այդ ավանդույթը հիմա էլ պահպանվում է։ Ուզում եմ, այսինքն հիշեցնեմ, որ մենք այնտեղից ենք գալիս, հա։ Գուցե ինչ որ մի փոքր այն ներքին կայծի պակասը կա, բայց որպես իրադարձություն, իրա թե ճոխությամբ, թե վերաբերմունքով մեր պատկառելի տարիք ունեցող Երևանին, այդ բոլորը կայծի արկայությունը մի քիչ ավելի մեծ էր։ Տոնականության արկայություն։ Նախկին էնտուզիազմը չկա, ինչպես կասեր հայտնի Օստապ Բենդերը։ Իսկ մի քիչ գանք ձեր ստեղծագործություններին 80-ական թվականների ձեր ամենահայտնի գործը։ 80-ական թվականները շատ բեղուն էին անձամբ ինձ համար, որովհետև այդ տարի ես գրեցի եւ Դաշնամուրի կոնցերտը Խաչատրյանին նվիրված, եւ սիմֆոնիան այդ տարիներին ծնվեց, եւ մի շարք ներկայացումներ, որոնց թվում նաեւ Հրաշնիկիչի հետ նրանք մի 10 տարի դրանից առաջ մենք արեցինք Քաջնազարը, որտեղից հետո դարձավ Մնայուն։ Դարձավ Հույամանայմանը, Սահակյանի խոսքերով գրված Հույամանայմանը։ Այստեղ էլ նույնպես Արամայի Սահակյանի հետ մեծապատիվ մուրացկաններ, այո։ Այդտեղ էլ մի փոքր հատված կար, որ հետո նույնպես էլ սկսեց ապրել ինքնուրույն կյանքով, այն որ ասում է անգլերեն էլ գիտեմ, հայերեն էլ գրնամ, գուզեք հայերեն է եւ պարում էր դրա տակ պարամ տարամ գնում էր այդ մի տեսարաններ գնում, երևի այդ բնակավարի համար, որպես վերցնենք քաղաքային ֆոլկլորի, քաղաքային երաժշտության համար, երևի այդ հատվածներ, իսկ այդպես 80 թվականները ինձ համար սկսվեցին մի զարմանալի ինձ համար, մի շարք մրցանակներ մինչև այդ կային, բայց այդ երգը ստացավ առաջին մրցանակ Հայաստանին նվիրված Սիրո խոսք Հայաստանին, նույնպես էլի Արամայի Սահակյանի խոսքերով էր, եւ պիտի ասեմ, որ մինչև այսօր էլ այդ երգը օրինակ Միացյալ Նահանգներում Կոնստանտին Պետրոսյանը իր համերգների ժամանակ այնտեղ ինքը բարեգործական եւ լավ գործունեություն ունեցող համերգներ կազմակերպում, լավ գործունեություն ունի, այնտեղ այդ երգը նույնպես հնչում եւ դրա համար ես շնորհակալ եմ, հետո այդ տարիներին սիմֆոնիկ երաժշտությունը նույնպես մեծ զարգացում ապրեց հայկական եւ շատ ստեղծագործություններ, որ այսօր անարդարացի չեն կատարվում, օրինակ այդ նույն տարիներին էր, որ եթե չեմ սխալվում, Եղիազարյանի Արա գեղեցիկ բալետներ։ Բալետը։ Հետո Էդգար Հովհաննիսյանի բալետներն էին, հիանալի ստեղծագործություններ, որոնք առանցին վեցերած թե որպես սիմֆոնիկ ստեղծագործություններ, թե որպես բեմադրություններ, նույնպես ինձ թվում է կգա ժամանակ, որ նորից նրանք իրենց ճանապարհը կգտնեն դեպի բեմը։ Ահա այսպիսի
հուշերի երեկո կազմակերպեցինք ձեզ համար։ Մենք հերոստացույց էինք դիտում այդ ընթացքում։ Եվ կարծում եմ, որ մեր այս զրույցից ոմանց մոտ կարոտաբախտություն բառը հենց այնպես չէ, ինչ որ նյութականացվեց։ Համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Շնորհակալություն մեր հրավերի համար։ Մենք պայմանավորվեցինք մի անգամ 50-ական թվականների մասին պիտի խոսենք։ Անտարակույս։ Բայց դուք պետք է մեզ օգնեք այլ հյուրերի էլ գտնենք 50-ականների հետ կապված։ Մի քանի հոգի մնացել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ժամանակ անցնում է եւ տխուր հիշողությունները կապված 80-ականների հետ, գորշ գույների հետ, դեֆիցիտի հետ մարում են եւ մնում են միայն դրական հիշողությունները։ Եվ ինչու՞ չէ, դրական հիշողությունների հիմնական պատճառը այդ թվականներին նկարահանվող շատ ուրախ եւ գեղեցիկ ֆիլմերն էին։ Ինչի մասին մենք կտեսնենք մեր տեսանյութում։ 1980-ական թվականներ, տարիներ, երբ կինո գնալը համարվում էր զվարճանքներից մեկը։ Կինո Մոսկվա, Կինո Նաիրի, Արագած, Անի, դրանք այն տարիներն էին, երբ նույնիսկ Ռոսիան էր կինոթատրոն եւ ոչ թե տոնավաճառ։ Կինո ենք գնում։ Այսօր չկա։ Նոր արտասահմանյան, հատկապես իտալական եւ ֆրանսիական ֆիլմեր սկսեցին երևալ էկրանների վրա։ Կինո Մոսկվայի աֆիշների տարածքն է, մոտավորապես այստեղ պետք է անգնել 4 մեծ աֆիշներ կային այս հատվածում ու դատարկ էր մի քիչ այս տարածքը։ Կես ժամ առաջ էինք բարձանում Կինո Մոսկվա, որպեսզի եւ երաժշտությունը լսենք, որ հետո գնանք կինոն նայենք։ Ժամանցի վայրը իմ եւ իմ ամուսնու համար դա առաջերտին թատրոններն էր, հետո կինոթատրոնները։ Իսկ հիշում եք հնդկական կինոները։ Դրանցից մեկն էլ գրավեց մեր կինոթատրոնները 1982 թվականին։ Հնդկաստան էր կոչվում, կինո Հնդկաստան, տաքսիները գիտեն, տաքսիները նստում էին, ասում են Հնդկաստան, տանում էին կինոսեղան։ I am a disco dancer. I am a disco dancer. Կինոյի տղան, դիսկո պարողը, ինչպես միշտ կարողացավ հաղթել չարերին։ Չարերին հաղթում էր նաև Սիլվեստր Սթալոնն իր Ռոքի 3 եւ Ռեմբո ֆիլմերում։ Հենց 80-ականներին էր, որ դրանք բարձրացան էկրաններ, բերելով դերասանին համաշխարհային մեծ համբավ։ Молодой человек, присаживайтесь к столу, пейте чай, спасибо. Հիանալի ֆիլմեր էին ծնվում նաև ռուսական կինոարտադրությունում։ Կայարան 2-ի համար, Սպորտլոտո 82, Եղեք իմ ամուսինը, Թոմ Սոյեր, Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը։ Եվ իհարկե, Մոսկվան արցունքների չի հավատում հիասքանչ ֆիլմը, որը 1981 թվականին արժանացավ պատվավոր Օսկար մրցանակի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Արշալույ սեր նոր էր բացվել, ախ ձինքր տնած ներս մտա։ Հայկական կինոն 80-ականներին ծնեց մեր կինոյի պատմության մեջ հայտնի ամենագեղեցիկ ու արժեքավոր ֆիլմերը։ Հին օրերի երգը, Գիքոր, Երջանկության մեխանիկա։ Դրանք ցուցադրվում էր հեռուստատեսությամբ հատուկ ծրագրի շրջանակներում, որտեղ պատմվում էր ֆիլմի մասին, այնուհետև ցուցադրվում էր այդ ֆիլմը։ 80-ական թվականների հայկական հեռուստատեսությունը տալիս էր հիանալի հաղորդաշար էր։ Ողորմածիկ Արմեն Հովհաննիսյանը ուներ լավ հաղորդաշար 22:30-ը, որ մենք կարողանում էինք լավ ֆիլմեր նայել։ Մենք ունեինք նաև մանկական հաղորդումներ, որ մանուկները գալիս էր այդ ժամին նստում էին, իրենց մանկական հաղորդումներն էին նայում, հետո ունեին գրական հաղորդման ժամ։ Հեռուստատեսությունն այդ տարիներին շատ կարևոր դեր էր խաղում մասսայական մշակույթի ձևավորման մեջ։ Իսկ թե ինչպես եւ որ հաղորդումների օգնությամբ էր դա արվում, կիմանաք քիչ անց։ Այսօրվա մեր թողարկման թեման 80-ականներն է եւ քանի որ մեր հիմնական մոտիվը մագնիտոֆոնով արևիկը երաժշտական նոտայով մտցրեցներ, այսօրվա իմ հյուրը նույնպես կապված է երաժշտության հետ եւ ես սիրով ուզում եմ տաղավար հրավիրել իմ հյուրին, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանին։ Խնդրեմ, պարոն Ղազարյան, համեցեք։ Բարի երեկո, բարև ձեզ, պարոն Ղազարյան, խնդրեմ, համեցեք, նստեք։ Ես ուզում եմ խնդրել ձեր առաջին ասոցիացիան, որ դուք կապում եք 80-ականների հետ, ո՞րն է։ Շատ տպավորված էինք մենք այդ տարիներին մի փայլուն հաղորդաշար կար, որը կոչվում էր 22:30, եւ այն վարում էր մեր փայլուն լրագրող, հիանալի հրապարակախոս, արձակագիր Արմեն Հովհաննիսյանը։ Եվ գիտեք տարիները ինչպիսին էին եւ դրսից մենք շատ քիչ էինք ունենում ձայնապնակներ,
լսելու հնարավորություն։ Եվ այդ հաղորդաշարը մեզ ուղղակի բերում էր հետաքրքիր նյութեր, հետաքրքիր եվրոպական արտասահմանյան լավագույն խիտեր, բերում էր փառատոնային երաժշտություն եւ այսպես հիշողությունները տարավ այդ թվերը, թե մենք ինչքան էինք հարստանում եւ անմիջապես տան պայմաններում մագնիտոֆոնով ձայնագրենք, որ մեկս մյուսին փոխանցենք, իհարկե շատ լավ տարիներ էին այդ։ Ինչ հիտեր եք հիշում, որ այդ ձայնագրել եք։ Մինչև հիմա իմ հին մագնիտոֆոնը պահպանվել է այդ ժապավենով, մեկ-մեկ թորնիկներս մի քիչ ձեռ առնելով հիմիկվա ժամանակակից տեխնիկայի համեմատ, ձետ մի հատ կդնես, լսենք, տեսնենք ինչ եք լսել դուք։ Կոնկրետ անվանումներ չեմ ուզում ասել, բայց հաղորդաշարը այնքան հետաքրքիր էր, որ մենք ամեն շաբաթ սպասում էինք այդ 22:30-ին։ Պարոն Ղազարյան, հիշում եք այդ տարիներին այսպիսի մի աֆորիզմանման խոսք կար, ասում են 70-ական թվականներին Երևանը դատարկվում է, երբ խաղում էր Արարատը, ֆուտբոլ, իսկ 80-ականներին, երբ հեռուստատեսությամբ 22:30 հաղորդումներ։ Ճշմարիտ հիշեցիք, այո, իրոք այդպես էր։ Այդ թվերին մեկ էլ ռադիո մի հատ ծրագիր կար, ժամը 7:20 էր, կարծում թե 7:10 հորիզոն էր կոչվում, 10 թե 15 րոպե էլի լավ երաժշտություն էր։ Իրա ջան, դուք այդ բանը հիշեցիք, ինձ զարմացրիք, ինձ թվում է դուք այդ տարիներին դեռ չէիք ծնվել։ Ես ուղղակի միշտ ճաշակով եմ եղել։ Իրա ջան, այսպեսի կոմպլիմենտից հետո իմ հյուրին որ խնդրեմ, թե գտաս։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Իսկ ուզում եմ դες հարցնել պարոն Ղազարյան, ժամանակ նոր սկսում էր Էրեբունի Երևան, նաև 80-ականներին է սկիզբը Էրեբունի Երևան տոնախմբությունների հետ կապված ինչ հիշողություններ ունեք։ Շատ մեծ հիշողություններ, որ կազմակերպիչը այդ մեծ տոնահանդեսի, որին շնորհակալ եմ։ Շատ շնորհակալություն։ Հայաստանի երաժշտական ընկերություն, երգչախմբային ընկերություններ եւ շատ տպավորված էինք, երբ որ հնարավորություն եղավ մեր մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանին պատվիրել Երևան Էրեբունին, հիմք ընդունելով մեր փայլուն անձուկական Պարույր Սևակի ուրեմն բանաստեղծությունը Երևան Էրեբունի։ Եվ այդ կապը հետաքրքիր էր մեր ընկերության նախագահը Էման Ծատուրյան, մասնագիտությամբ խմբավար, շատ ակտիվ կին, նա կարողանում էր այդ կապը ստեղծել Պարույրը իր հանգստավայրում, Էդգար Հովհաննիսյանը Երևանում, այստեղ բառերն էին գրվում, այստեղ երաժշտությունն էր ծուլվում, արվում եւ հնչեց իբրև Երևան Էրեբունին լավագույն 2750 մասնակից միաժամանակ երգեցին։ Դժբախտաբար մենք այդ ավանդությունը երգի տոների պիտի դեռ կարողանանք վերականգնել, բայց ուրախությամբ պիտի նշեմ, որ այժմ այդ խմբերքը դարձավ մեր Երևան քաղաքի օրհներգը։ Պարոն Ղազարյան, մենք փորձում էինք հասկանալ ինչպես էին կանայք հագնվում, որտեղից էին հայթայթում հագուստ, իսկ տղամարդիկ ինչ էին հագնում, արդյոք միատեսակ էր հիմնականում հագուստը, թե օրիգինալ մարդիկ։ Արևիկ ջան, տղամարդիկ հագնում էին այն, ինչ կարողանում էին հայթայթել նրանց կանայք, տիկնայք։ Ճշմարիտ է, բայց ես մի փոքր առավելություն ունեի, եթե կարելի է դա այսօր ասել, ես օրինակ կարող էի ձեռք բերել կլետկու, վանդակավոր, որը այս տարի շատ ընդունված է, հարգելի կանայք, նկատի ունեցեք, այսօր ձեզանից ոչ մեկի վրա չկա այդ։ Մենք այսօրվա ոգով չենք հագնված։ Որտեվ մենք այսօր կանայք ենք։ Ճիշտ է, չէ՞ որ մենք այսօր 80-ականների ենք։ Իմիջիալոց իմ փողկապ այդ տարիներինն է։ Լավ պահպանված։ Այդ վանդակավոր այդ ժամանակ Թաշկինակի համար մետրով ես կարող էի գնել մի 3 մետր այդ կտորից, որից անպայման կարող էի վերնաշապիկ։ Եվ բոլորին թվում էր, թե սա ինչ դժվարությամբ կամ տակից կամ դրսից բերված է, բայց պարզվում էր, որ ես, այո։ Նեղությունը միշտ էլ հնարամտություն է ծնում։ Իսկ դոլարի խանութներից օգտվել եք երբևէ։ Դոլարի խանութները որ կան, մեկը Քոչարի վրա, Ամիրյանի վրա։ Գիտեք ինչպես եմ օգտվել։ Այսպես ասած, չեկի կամ դոլարի։ Անկեղծ ասած, ինչպես եմ օգտվել։ Գնում էի ես հաճախ նաև գործուղումներ։ Ես դա հենց նկատի ունեմ ձեր գործնեությունը։ Այո, գործուղում էի գնում եւ պատկերացրեք շատ սակավաթիվ էր Հայաստանինը, որ գալիս էինք Մոսկվայով, անպայման այնտեղ էլ այդ վիրոսկան հսկայական հերթեր էին, բայց իհարկե կարողանում էինք ձեռք բերել ինչ-որ բաներ եւ մի քիչ հայ տղամարդը գեղեցիկ էր էլի Երևում մեր քաղաքում։ Շնորհակալություն շատ պարոն Ղազարյան, դժբախտաբար մեր ժամանակը ավարտվել է եւ ես ուզում եմ ձեզ այո, մի անգամ էլ ասել շնորհակալություն շատ հաճելի հիշողությունների համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, ձեզ հաջողություն, միշտ թող ժպիտը անպակաս լինի ձեզանից։ Սիրելի
հեռուստադիտողներ, մենք այսօր խոսում ենք 80-ականների մասին, ռետրո 80-ականներ, մեր հաղորդման թեման է եւ ժամանակն է եկել արդեն հաղորդման վերջին հյուրի։ Մեր հյուրին ներկայացնելու համար ես կարող եմ թվել նրա կոչումները, մրցանակները, բայց ես ընդամենը կասեմ Նադեժդա Սարգսյան։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալություն, իսկապես ուրախ ենք, որ մեր հրավերքը ընդունեցիք, մեզ հետ եք եւ 80-ական թվականներին դուք որտեղ էիք, ինչով էիք զբաղված։ Ահ, Աստված ինձ հիշողություն։ Տարբեր երկրներում, քանի որ երգում էի Կոստանտին Օրբելյանի լավագույն մեր ոչ թե միայն հայաստանյան, այլ Սովետ միության լավագույն նվագախմբում եւ մենք տարբեր երկրներում ենք եղել, այսինքն լավագույն երկրներ, այդ 80-ականն էս լավ տարիներ էր, էլ Աֆրիկա, էլ արաբական երկրներ, ամբողջ աշխարհը ձեր դեմ խրված։ Ի շնորհիվ մեր մայստրո Օրբելյանին, որին երոք շնորհակալ եմ, որ այդպեսի, ես ասեմ, նոր քիչ առաջ խոսում էինք Գրիմանոցում, ինչու այդ թվերի մասին ես ասում եմ, իրոք ես Աստված տվեց լավ կյանք մենք տեսանք, մեր երգիչ երգչուհիները, ուզում եմ, որ այսօր էլ լինի այդ նույն ձեր համար, մեզ համար։ Այն ժամանակ Նադեժդա, որ զգեստի խնդիր կար, դուք որ այդքան հագնվելու խնդիր կար, հիշել էինք նոր, գնում ենք տուրիստի մոտակից, պահեստից մի բան էինք գնում։ Եկած է շատ բան հիշել։ Դուք բազարին փրկված էիք, գնում էիք։ Մենք փրկված էինք, բացի այդ մենք ախրիկներ են բացում, մենք ոչ միայն մեզ էինք փրկում, այլ նաև մեր ամբողջ Երևանի շրջապատը, այսինքն մենք ճարպրուկներով գալիս էինք, բոլորը մեզանից շուտ գիտեին, երբ պետք է մենք վերադառնանք։ Այո, որտեվ զանգում էին, ասենք ամուսնուս, մենք գիտենք այսինչ օրն է գալու, Դավիթ ասում է, բայց ես ոչինչ եմ, չէ, մենք գիտենք, սպասում ենք այդ ճամպրուկներով գալիս ենք եւ իհարկե առաջ որը հիմա այսօր կոչվում է բիզնես, առաջ դա կոչվում էր սպեկուլյացիա, որ կեպիտալիկներն էինք տանում, վաճառում, հարթուկներն էինք, խաշացավերը եւ երշիկները։ Իսկ մազերը ոնց էիք հարդարում, ոնց էիք պատրաստում։ Մազերը ուրեմն 80-ականներին արդեն կար ֆեն, բայց մինչ այդ ես երդվում եմ նույնիսկ հարթուկով եմ հարթուկել մազերս, բիգուդիներն էին, բայց ֆենը չկար, ստիպված այսինքն պարկում էի, այսինքն սեղանի մազերս ձգում էինք այսպես։ Գանգուր են ձեր մազերը։ Իմ մազերը, բայց դու չգիտես, որ ես գանգուրիկ եմ բարեկամ։ Մազերը իմ իմիջն էր գանգուր եւ այսօր ուղղակի հարդարեցի, որ այդ 80-ական ռետրոին համահունչ։ Բայց մենք գիտենք, որ դուք ինքներդ էիք պատրաստում ձեր մազերը եւ ոչ միայն ձեր։ Այո։ Ուրիշ որտեղից։ Մենք դեռ շատ բան գիտենք, հիմա էլի հարցեր ունենք։ Եղել է ուրիշի մազել հարդարել, կտրեք, չգիտեմ։ Ոչ միայն հարդարել, կտրել եմ, մեյքափ եմ արել, հագուստ եմ կարել, ժակետ եմ գործել, այսինչ կտորից մամայի զանավեսներից հագուստը կարում էի, որը գալիս էր տուն, ասում եմ, ես ուրա զանավես։ Մեծանաս, աղջիկ ունենաս, աղջիկդ էլ անի են ինչ որ դու ես։ Ծնողի անելն է, չէ՞, ինչ որ դու ես իմ գլխին անում, թող քո աղջիկը քո գլխին բերի։ Ես էլ այդ խոսքերը հիշելով, որ էման զանավես չկտրի, իրան ինչ կտոր ունեմ, տալիս եմ, ար կտորը։ Վարակուրներին գործը չհասնի։ Ես գիտեմ, որ դուք դիմահարդարման բավական գաղտնիքներ եք իմացել, բայց երբեմն այն չարաճճիությունը բռնել է եւ նույնիսկ այո, ինչ որ բաներ եք, դուք ձեզ համար, այսպես ասեմ, բառ աղջիկներ չգնեք, հրժացել եք դուք ձեզ համար։ Ես այդ պատմությունը գիտեմ, ես կուզենայի, որ հիմա հեռուստադիտողի պատմեք։ Ես իհարկե չեմ ասի, որտեղ ենք այդ ղժացելը ղժությունը արել, բայց իհարկե ես էին էրնաներ, գայաներ ու եթե չեմ սալվում, չէ, Լարիսան չկար։ Ուրեմն եկանք մի նենց տեղ, մեր հանրապետության շրջաններից մեկն էր, Երևանից հեռու, հեսա Չեմ ուզում ասեմ, ես չեմ շրջանի անունը չեմ ասում, բայց չիմանամ, որ դա Երևանում է եղել։ Դա հեռավոր, մի քիչ ավելի Երևանից հեռու։ Մենք էլ նոր արտասահմանից եկել էինք, ամեն մեկս շատ գեղեցիկ հագուստներ ունեինք ու տեսանք փոքր այսպեսի դահլիճ էր,
սրանից փոքր էր, ինչ որ ճիշտ է, ու երկար է, այսպես ու փոքր բեմ։ Մնայեցինք, ասենք, աման, այս հագուստները այստեղ հագնենք, այս ինչ պետք է լինի, ինչ անենք։ Ուրեմն որոշեցինք ամեն մեր մեյքափը անել այսպեսին, մեկը դառնում էր հնդիկ, ես դառա մատրոշկա, այսպես կարմիր թշիկներով, քթիկով, պոչիկները սենց բարձրացրեցինք, գզեցի պոչիկները եւ իհարկե գայան հնդիկ էր, խալերով, մալերով այսպես, Էրնան էլ արդեն մոռացել եմ ինչ իմիջ էինք վերցրել եւ մենք պետք է այդպես դուրս գայինք բեմ։ Մեր դեռ տղաները նվագակցող խումբը դեռ չէր տեսել մեզ, տեղյակ չի եւ պատկերացնում ենք, ես հիմա ցույց եմ տալիս։ Ուրեմն այստեղ այստեղ հանդիսատեսն է, այստեղ մեր երաժիշտ տղաներն են, մենք երգում ենք, չէ, սարի լալա, բոյիտ, մերնեմ հանդիպ, ու այնտեղ մաս կա, որտեղ պետք է, ասենք, մեր պարը լինի, և մենք այդ պարը, այդպես ենք ամ, բայց այդ էտ ամեն ինչով, էտ մաքյաշով, ուրեմն մեր երաժիշտները, ամեն մեկը, ասենք, սինտեզատորի նվագող ընգել էր սինտեզատորի տակ, ու դարնիկը սենց էր, լացում էր, աղքսեր բակունցը արդեն լացում էր բասի։ Դոյստ, բաներ են կարել, որ ինքներս էլ ուրախանանք։ Ինչ երիտասարդ, ինչքան ջահել ենք մենք եղել, չէ։ Նայեցինից գեստերից ինչ-որ բաներ մնացել, իսկ կան նենց մոդել, որը ակտուալ էր, օրինակ այսօր էլ կհակնվի։ Այո, այսօր հակնում են, այմ անելա հակել, ասեմ, մի հակուստ ունեի, որը 80-ականներից գալիս է շատ ներեղություն, բատ պետք է ասեմ։ Սկզբից ես էի կարում, այդ հակուստը հատուկ ես եմ կարել, այստեղ սենց պարչա էր ու շրոք է, սենց լայնա, կներեք էլի, տեկին խորդիկյան իմ հայերենի համար, իրանցից չեմ ներեղություն խնդրում, որովհետև մենք այսինքն բնական եմ խոսում, ինչ-որ կա, մեկ ռուսական բառերա գնում, 1000 ներեղություն, ու այդ հակուստը հակել եմ ես, Էլվինան Մակարյան, փոխանցել է, Էրնան Յուզբաշյան, հետո էլ էմին։ Փոփոխություններով թե նույնը։ Չէ, ոչ մի փոփոխություն, եթե դուք հիմա նույն նկարներին նայեք, իհարկե ես այդ հագուստովը չկամ, բայց բոլորը այդ հագուստով կան։ Նայած դու քանի որ կարել ես, դու կտորից հասկանում ես, չէ։ Խնդրում եմ մի հատ ասա, այս ինչ կտոր է։ Ասում կրեմպլինա, բայց չի կրեմպլիշի, բայց կրեմպլիներ։ Կրեմպլինի որակի է, ոչ կրեմպլիշին է, ոչ, բայց կրեմպլինի որակ է։ Կրեմպլինը հիմա չկա։ Ֆիլմերից որն է տպավորվել 80-ականներ, ֆիլմերից, երգերից, երգիչ-երգչուհիներից։ Ահ, երգիչ-երգչուհիներից։ Համաշխարհայիններից չէ, ուզում եք մերը ասել։ Ասում համաշխարհայիններ կարակ քշեք։ Մերը ասում, հաստատ իմ անունը կասեմ։ Ասեք։ Առաջինը մենք ձերը կասենք, դուք շարունակեք։ Ասեք ձերը։ Նադեժդա Սարգսյան, Էլվինա Մակարյան, ինքը եւ Զարա Տոնիկյանը ինձ համար եղել են համար ոչ թե մեկից էլ բարձր երգչուհիներ, որոնք Տաթևիկը Հովհաննեսյան, Սյուզին Մարկարյան, Էրնա, Ռայան Մկրտչյանը, դե 70-ականից եկավ, հա, Բելային էի Դարփինյան շատ սիրում, իհարկե 80-ականներում ինքը արդեն չէր երգում, քիչ էր երգում։ Իսկ համաշխարհայիններից ով էր։ Համաշխարհայինները դե ինձ համար ինչպես միշտ Արեթա Ֆրենկլին, Ջանիս Ջապլին, Բարբարա Ստրեյզենդ, Լայզա Մինելի շատ են, բայց ամեն մեկը իր կերպով եմ ես, իրանց չեմ կարող իրանց առանձնացնել։ Իջնեմ ներքև, Մահելա Ջաքսոն, եւ այլն։ Որ ֆիլմերն են տպավորվել։ Այ մենք հիշում էինք այսօր, որ շատ լավ հայկական ֆիլմեր նկարահանվեցին հենց 80-ականներին։ Թվականները կարող է խառնեմ իհարկե, ոսկե ցլիկնա, իհարկե նա ավելի շուտ 99, մենք ենք մեր սարերը, այսինքն ֆիլմեր հարսնացուն հյուսիսից, որոնք իրենք արդեն
այնքան են մեր մեջ մտած, Արդեն մենք այսօր դասական են դարձել։ իրենց լեզվով ենք խոսում։ Ֆիլմերի թվերն էլ չգիտենք, այնքան չգիտենք երբ ա եկել է ֆիլմ։ Իմանաք, դուք այդքան չեք պարավ, ես պարավել եմ, արդեն իրավունք ունեմ սխալվելու։ Ես էլ եմ սիրում այդ ֆիլմերը, բայց որ թվերն է չգիտեմ։ Ուրեմն անձամբ իմ օրինակով գիտեմ, եթե ընկնենք հուշերի գիրկը, մենք այսօր ոչ միայն մենք այսօր տուն չենք գնա, հեռուստադիտողը ուրիշ կարծես բանը գործ չունի, բայց մենք մեղավոր չենք, որտեղ մեր հյուրը այնքան հետաքրքիր է եւ այնքան ասելիք ունի եւ իհարկե որպես վերջաբան ժամանակներն անցնում են եւ անցնող ժամանակի հետ վատը տհաճը կարծես թե ջնջվում է կամ մոռացվում է, մնում է լավը։ Շատերը ասում են ինչու, իսկ գուցե պատճառն այն է, որ այն ժամանակ մենք ավելի ջահել էինք, ավելի խելառ եւ իհարկե ավելի հետաքրքիր։ Հիշողությունները շատ են։ Հիշում եք ինչպես էի գնում շքերթների, դրոշներով, փուչիկներով, գոռում էինք ուռա։ Մայիսի 1-ին կներես, մայիսի 1-ին մենք առաջին անգամ հագնում էինք միշտ նոր զգեստներ, նոր կոշիկներ, նասոճկա, սպիտակ։ Չմոռանանք, որ 80-ականներին նաև Հայաստանի անկախության ճանապարհին ընկած ամենակարևոր քայլերն արել էր, այսինքն Հայաստանը անկախացել է։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսում ենք 80-ական թվականների մասին, մենք ձեզ մաղթում ենք հաճելի եւ ուրախ հանգստյան օրեր։ Մենք գնանք թեման շարունակենք արդեն երևի թե առանց տեսախցիկների։ Իհարկե։